Եկող տարվա համար մեր առաջնահերթություններն են իհարկե նոր սահմանադրության տեքստի վերջնականացումը եւ դա ակնկալվում է իրականացնել առաջիկա կիսամյակի ընթացքում չենք շահվելու նաեւ այն ժամկետներից, որոնց մասին որ ես նախորդիվ խոսել եմ բազմիցս եւ մեր աշխատանքների ամփոփման ամիսը մարտ ամիսն է շարունակում մնալ, այսինքն մարտին մենք ունենանք տեքստ, որը հրապարակման ենթակա այլևս կլինի։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը ուղարկվել է վարչապետի աշխատակազմ եւ առաջիկայում կքննարկվի նաեւ նախարարական կոմիտեներում։ Հույս ունենք, որ առաջին 6 ամիսների ընթացքում կկարողանանք վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը արժանացնել կառավարության հավանությանը։ Մենք կատարելագործում ենք պատիվ պայմանական վավակետ ազատելու ինստիտուտը եւ բազմիցս ինձ ուղղվել է հարց, թե համաներում լինելու է թե ոչ, ես ասել եմ ոչ, փոխարենը կենտրոնանում ենք անհատականացնող մեթոդների վրա, այսինքն անձանց անհատականացնող եւ անհատական մոտեցում ցուցաբերելու ունակ մեթոդների վրա եւ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը հենց այս մեթոդներից է եւ մենք լավարկելու ենք մեր զեկույցների որակը, ինչը նաեւ հնարավորություն է տալու դատարաններին ավելի հաճախ կիրառել այս ինստիտուտը եւ համեմատության համար ուզում եմ նշել, որ այս տարի արդեն բավական դերական ցուցանիշ ունենք այս առումով, եթե չեմ սխալվում, այս տարի պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 170 անձ, նախորդ տարի ազատվել էին 138, այսինքն վերջին ամիս եթե չեմ սխալվում, մեկ դեպք պետք է որ լիներ, բայց նախորդիվ 5-ից ավել ցիմա ազատազրկվածներ ազատվել էին պատժից պայմանական վաղակետ։ Բայց մի բան ներողություն չեմ ավարտել, ավարտեմ բոլոր հարցերին կպատասխանեմ։ Մտքից թելներ կտրվեց ցիմա ազատազրկվածների հետ կապված եւ ոչ միայն ցիմա ազատազրկվածների հետ կապված, այլ բոլոր պատիժ կրող անձանց հետ կապված անհատական մոտեցումը ենթադրում է նաեւ պատժի կրման պայմանների բարելավում գոտիների փոփոխության միջոցով, անվտանգության գոտիների մասին է խոսքը եւ այս տարի ցուցանիշները բավականին դրական են։ Այսինքն տասնյակից ավել որոշումներ են կայացվել հօգուտ պատիժ կրող անձանց գոտիների տեղափոխման հետ կապված եւ այս քաղաքականությունը մենք շարունակելու ենք միանշանակ։ Այսինքն անազատության մեջ գտնվող անձանց դրական վարքագծի պարագայում միանշանակ նրանք հավակնելու են, որպեսզի իրենց անվտանգային գոտիները ավելի հեշտ եւ արագ փոփոխվեն։ Իհարկե արագությունը արդեն օրենսդրության հնարավորությունների սահմաններում է։ Եվ առաջնահերթությունների հետ կապված խոսելիս պետք է նշեմ նաև թվայնացման օրակարգի մասին եւ արդեն ասացի, որ սնանկության էլեկտրոնային համակարգը պետք է գործարկվի, ապագայում նաև պետք է ունենանք քրեական դատավարությունը թվայնացված, մենք հիմա աշխատում ենք քրեակատարողական ծառայության էլեկտրոնային հարթակի վրա, ինչպես նաև պրոբացիայի հարթակի վրա եւ այս համակարգերը կրկին պետք է լիովին թվայնացված լինեն, աշխատում ենք նաև էլեկտրոնային նոտարական գործի ուղղությամբ եւ մեր գերնպատակն է, որպեսզի մեր արխիվները կարողանանք հնարավորինս արագ թվայնացնել եւ ԿԿԱԿ արխիվի մասին է խոսքը եւ նաև ազգային արխիվի մասին է խոսքը, ինչի համար անհրաժեշտ է նաև ունենալ առանձին հայեցակարգ ազգային արխիվի զարգացման եւ ապագայում դրա գործողությունների։ Մյուս բոլոր առաջնահերթությունները վերաբերում են կրկին դատարանների գործունեության արդյունավետ գործունեության իրականացման ապահովմանը։ Մենք շարունակելու ենք այս ոլորտում մեր քաղաքականությունը չշեղվելով այն սկզբունքներից, որոնք արդեն իսկ որդեգրված են, կրկին սկզբունքները ողջ համատորեն բեռնաթափմանն են միտված լինելու եւ կանխատեսելիություն նախատեսող չափանիշների սահմանմանը, այսինքն որ քաղաքացին իմանա, թե իր հետ ինչ, ինչպես եւ երբ է կատարվելու, եթե նա ինչ-որ պատճառով հայտնվի մեր դատարանների տիրույթում։ Եվ ես կուզեմ նշել եւս մի քանի թվական ցուցանիշ։ Այսօր քրեակատարական հիմնարկներում պահվում է 2869 անձ,
որից 1406-ը կալանավոր եւ 1463-ը դատապարտել, այսինքն վերջին 5 տարիների ներողություն, վերջին 5 տարիների կտրվածքով առաջին անգամ դատապարտների թիվը ավել է, քան կալանավորների թիվը, արդեն 57-ով։ Սա բավականին դրական ցուցանիշ է, նշանակում է, որ կալանքների թիվը նվազում է եւ փոխարենը ավելանում է դատական ակտերի թիվը, որոնք մտնում են օրինական ուժի մեջ։ Այսինքն սա նշանակում է պրոցեսների արագացման մասին։ Եվ հոսունության մասին էլ եմ ուզում ձեզ տվյալ դրամադրել, տպավորություն է ստեղծում, որ մարդիկ երբ հայտնում են քրեակատարական հիմնարկում, այնտեղից դուրս չեն գալիս կամ շատ ուշ են դուրս գալիս։ Ես միայն նախորդ տարվա ցուցանիշը ձեզ կներկայացնեմ։ Նախորդ տարի ՔԿՀ մուտք է գործել 2557 անձ, եթե համեմատենք 2024 թվականի հետ, ապա 2024-ին 2064-ն է եղել այդ թիվը, եւ ՔԿՀ-ից դուրս է եկել, քրեակատարական հիմնարկներից դուրս է եկել 2396 անձ։ Այսինքն ըստ էության ամեն տարի մենք նույն թվով անձանց մուտք ու անձանց ելք ենք ունենում։ Իհարկե դրանց մեջ կան մարդիկ, որոնք տևական ժամանակով պատիժ կամ քալանք են կրում, բայց հոսունությունը բավականին մեծ է։ Ու սա շատ կարևոր թվական ցուցանիշ է, որի մասին դուք եւ նաեւ մեր քաղաքացիները պետք է տեղյակ լինենք։ Այսինքն սա նաեւ խոսում է այն մեծ աշխատանքի մասին, որ բոլոր մարմիններն են իրականացնում։ Որ մենք անընդհատ ասում ենք, որ դատապարտների ու կալանավորների թիվը 2500-ից ավել է կամ 2800 է, դա մշտապես փոփոխվող թիվ է եւ մշտապես կամ հիմնականում վերաբերում է տարբեր անձանց եւ ոչ թե նույն անձանց։